Բարև ձեզ։ Հայաստանի ներքաղաքական զարգացումները վերջին օրերին թևակողել են մի մտահոգիչ փուլ։ Ինչպես գիտեք, Քննչական կոմիտեն հանդես եկավ հաղորդագրությամբ, որտեղ խոսվում էր ընդդիմության որոշ շրջանակների կողմից ահաբեկչական գործողություններ եւ իշխանության զավթում իրականացնելու ծրագրերի մասին։ Սրան հաջորդեց արդեն ձայնագրությունների հրապարակումը, ընդդիմության այդ շրջանակների հոգևոր առաջնորդի հեռախոսային ձայնագրությունները, որտեղ եւս քննարկվում էին այդ գործողությունները, հիմնականում խփեմ, ջարդեմ, փշրեմ, վառեմ, ընդհուպ մինչև պատերի տակ երկու հոգու գյուլելու այս տրամաբանության մեջ։ Ընդդիմադիր հոգևոր առաջնորդը արդեն կալանավորված է, նրա աջակիցներից որոշ մարդիկ եւս եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ, մտահոգություն է հայտնում, իսկ հասարակությանը հուզում է, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչ զարգացումներ կարող են լինել։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, այստեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս կառավարող կուսակցության անդամ է, Երևանի փոխքաղաքապետ եւ մասնագիտությամբ իրավաբան, զրուցելու եմ Սուրեն Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, Պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ։ Ինչ դիտարկումներ ունեք նախ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, դրանից առաջ հայտնի պլանի հրապարակումը եւ այս ձայնագրությունները, մենք կարող ենք վստահաբար խոսել երկրում նախապատրաստվող հեղաշրջման վտանգի մասին։ Պարոն Կիրակոսյան, մի քանի ասենց ի սկզբանե շեշտադրում եմ ուզում կատարել, չնայած դուք արդարացիորեն նշեցիք իմ մասնագիտությունը, բայց ես կարծում եմ, որ սա իրավական տիրույթում իմ մեկնաբանությունները չեն, որ կարան ինչ-որ չափով արժեքավոր լինեն այս առումով, որտեղ Քննչական կոմիտեն, դատական իշխանությունը, պրոֆեսիոնալ մարմինները, իրավաբանները այս հարցով զբաղվում են, բայց որ մյուս կողմից էլ ասեմ մեկնաբանություններս առավել քաղաքական են լինելու, դա էլ ճիշտ չի, որտեղ ըստ էության այն նյութը, որի մասին խոսում ենք, ես ուզում եմ, որ ֆիքսենք, որ ինքը քաղաքական էլ չի։ Եվ այդ դեպքում հարց կառաջանա, բա ինչպիսին է խոսքս, միգուցե ինձ թվում է ամենաճիշտ բնութագրիչը կլինի քաղաքացիական, որովհետև ավելի շատ ես կարծում եմ, որ այն մեկնաբանությունները կամ այն կարծիքները, որ այս նյութի հետ կապված ես այսօր կարտահայտեմ, իրանք ավելի շատ ոչ թե քաղաքական են, ոչ թե իրավական են, իրանք առաջին հերթի քաղաքացու կարծիք են, թե եւ ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտեցումը այս ամենին իմ կարծիքով, որովհետեւ մենք որոշակի շատ բան մեր մոտ խեղվել է, էլի, անգամ ես հիմա ձեր այս ներածական մասը լսում էի, ընդդիմադիր հոգևոր առաջնորդ, արդեն ոնց որ նորմալ է հնչում, հա, նորմալացվել է դա, տենց կարող է մարդիկ դրանից արդեն վեր չթռնեն, էլի, մինչդեռ ինձ թվում է պետքա վեր թռնեն, որովհետև ինչ է նշանակում, ընդդիմադիր հոգևոր առաջնորդը որն է, այսինքն ու այն ինչ որ երեք հրապարակվեց, նախ որ ասում եք արդյոք կարող ենք վստահ լինել, որ այսպիսի այն երևույթի հետ գործ ունենք, հա, պոտենցիալ հեղաշրջման կամ իշխանազավթման, եթե հիմա չենք կարող խոսել, էլ ինչ պետք է լինի, որ կարողանանք խոսել, ինձ հետաքրքիր է, օրինակ, էլ ինչ փաստ պետք է լինի, որ այդ ժամանակ կարող ենք խոսել, հիմա բավարար չի կամ այդ դեպքում բավարար լինի, որ կանգնեն, ասենք, ուղիղ ասեն, այո, մենք ուզում ենք, էդ էլ է եղել, այնպես չի, որ չի եղել։ Եվ ճիշտն ասած, լավ, ուզում եք դուք հարց տվեք, ես ինչու հարցրեցի հիմա վստահաբար կարող ենք խոսել այդ ահաբեկչական գործողությունների եւ իշխանության զավթման հեղաշրջման փորձի մասին, քանի որ մյուս ճամբարից իշխանական ընդդիմության ճամբարից սա համարում են որպես գործիք իշխանության ձեռքին, որպես քաղաքական հաշվեհարդար, քանի դեռ որևէ բան չի ապացուցվել դատարանում։ Շատ բարի, եթե մենք խոսում ենք դրա մասին, արդյոք մեղավորությունը ապացուցված է օրինական ուժի մեջ մտած դատավեճով, դեռևս ոչ, բնականաբար, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց առնվազն այն ձայնագրությունները, որոնք երեք հրապարակվեցին, հա, եւ մեր հանրությունը լսեց, եւ ես որոշակի մեկնաբանություններ լսեցի փաստաբանական թիմից, ես առնվազն չեմ լսել, որ հերքվի, որ իսկ այդ այսինքն ասվում է մոնտաժված է, չնայած ես էլի եմ ասում, չեմ պատկերացնում, այդ ինչ պետք է այդտեղ լիներ, որ օրինակ լսեինք, որ ուզում են, չգիտեմ, գույքը ոչնչացնեն, բռնություն կիրառեն ու ասենք հա լավ, դե եթե այս համատեքստն է, դա նորմալ է։
Հա, դե ես հիմա այդ ավտոբուսների հերկի իմ համար անձամբ ի պաշտոն է շատ ցավոտ է, բայց օբյեկտիվորեն իհարկե դա ամենաահավոր հատվածը չի, հա, այսինքն այդ մարդկանց գնդակահարություն եւ այսինքն ինչ որ համատեքստ կա, որում դա նորմալ է դառնում, թե օրինակ այդքան խոսել են, վերջում ասել են հալավեսին չենք խոսում, այդ կտորն են, հա, ինչի մասին է խոսքը։ Չէ, ես նաեւ այսպեսի մոտավոր եմ ներկայացնում, փաստաբանական մեկնաբանություն լսեցի, որ ենթադրենք X երկրում, ասենք զոր օրինակ Գերմանիայում, հա, այսպիսի մի իրավիճակ ստեղծվել է եւ երկու հոգու գյուլել են պատի տակ, այսինքն եթե մոնտաժում ենք այդ Գերմանիայի հատված դուրս ենք բերում այսինքն կարող է բարձվի Գերմանիայի մաս։ Դե գիտեք, նայեք, ես որպես նախկինում փաստաբանական գործունեություն ծավալած մարդ, իհարկե ոչ քրեիրավական տիրույթում, հասկանում եմ, որ փաստաբանի գործը իր վստահորդին պաշտպանելը անկախ նրանից թե վստահորդը ինչ արել կամ չի արել, բայց դա չի նշանակում, որ մենք էլ պարտավոր ենք այդ բոլոր մեկնաբանություններին իսկապես լրջորեն վերաբերվել ու դրանք մեկնաբանել։ Okay, ստիպված եք որպես ձեր վստահորդ ինչ որ կերպ պաշտպանել, հասկանում եմ, բայց ակնհայտ է էլի, որ չենք կարա մենք մեզ հիմարի տեղ դնենք, ասենք հա կարող է պարզվի Հայաստանի մասին չէր խոսքը, էլ չեմ ասում, որ հրապարակված այս խոզարկությունների արդյունքում հրապարակված նյութերից ակնհայտ է այդ նյութերի եւ քննարկվելիք գործողությունների կապը։ Այդ էլ լավ, դա այդ ինչա մոնտաժը, այդ մասով ուզում եմ ասեմ այդ կտորը եկեք ես կարծում եմ պետք չի այդքան լրջորեն այդ մասը քննարկել, բայց որոշակ լավ համեցեք։ Հիմա անցնենք առաջ, ես պիտի խնդրեմ ձեզ ներկայացնել, ինչպես դուք եք ասում, քաղաքացիական դիրքորոշում այդ հրապարակված ձայնագրությունների մասով։ Տեսեք, ինչ ես նկատի ունեմ, երբ որ ասում եմ քաղաքացիական դիրքորոշում։ Իմ կարծիքով մեր պետական շահից, Հայաստանի Հանրապետության որպես ինքնիշխան պետության շահից բխում է, որ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից, այսօր իշխող կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրն է, շուտ թե ուշ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում փոփոխություն կարող է լինել, հետո միգուցե էլի քաղաքացիական պայմանագիր լինի եւ այս փոփոխությունները ժողովրդավար երկրում նորմալ են։ Բայց մեր պետության երկարաժամկետ շահից բխում է, որ լինեն որոշակի կարմիր գծեր, որոնք չի կարելի խախտել ոչ մի դեպքում եւ ոչ մի քաղաքական ուժ, որը հավակնում է դառնալ իշխանություն, չպետք է այդ կարմիր գծերը փորձի անցնի կամ անգամ մտածի դրանց անցնելու մասին, ինչը ես նկատի ունեմ։ Բոլոր քաղաքական ուժերը Հայաստանի Հանրապետությունում պետք է կոնսենսուս ունենան նրա շուրջ, որ իշխանությունը ձևավորվում է ընտրություններով եւ քաղաքացիների ազատ կամ արտահայտությամբ։ Ես ուզում եմ, որ անգամ այն քաղաքացիները, որոնք կան, ես գետնի վրայով եմ քայլում, ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր քաղաքացիներն են մեր կուսակցության համախոհը, ես ապրում եմ սովորական բազմաբնակարան շենքում եւ շփվում եմ մեր հարևանների հետ, որոնցից կան ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք, պրոիշխանական հայացքներ ունեցող անձինք, նեյտրալ վերաբերվող անձինք, բայց ես ուզում եմ, որ մարդիկ ֆիքսեն, որ սա քաղաքականության մասին չի, սա քաղաքացիական պայմանագրի քաղաքական կուրսը կիսելու եւ չկիսելու մասին չի, սա նրա մասին է, որ կա խմբավորում այս երկրում, մեր երկրում, որոնք թաքնվելով քաղաքական գործիչ լինելու քողի տակ, թաքնվելով հոգեվորական լինելու քողի տակ, դեռևս մտածում են, դեռևս չեն հրաժարվել են մտքից, որ կարելի է դառնալ այս երկրում իշխանություն, բայց ժողովրդի քվեն չունենալ, որտեղ ըստ էության ինչ է ասում, ասում է դե այդ բառամթերքը եւ այդ մյուս հատվածն էլ էլի նկատեք, պետքա ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել կամ ավելի կոպիտ բառով, որ իրանք process-ի մասնակից են։ Այսինքն process-ի մասնակից չեն, բայց պետքա այդ իմիտացիան ստեղծել, դե դա տեխնոլոգիա է։ Ճրակը պետքա վառել, հա, այդպես պատկերավոր, բայց պետքա, քանի որ մարդիկ դու մի ասա հավակնություն ունեն իշխանություն ձևավորելու, հələ դրանց նայի։ Պետքա ուրեմն իրանց այդ իմիտացիան ձևավորել, դա այդ է մտածմունք հասկանում եք, ու իրականում այդ ատելությունը ժողովրդի նկատմամբ, ինչ 10-20 թվականից հետո հիշում եք, չէ, ժեղ այդ ձևակերպումները, հիմա ես կներեք, էլի ես ցիտում եմ, սա իմ ձևակերպումները չեն, հա, էշեր, անասուններ, անասուն ազգ, այս ձևակերպումները որտեղից է գալիս, որ այսինքն ու ինչի համար, ինչն է դրա պատճառը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ժողովուրդը
համարձակվել է մտածի, որ ինքը կարա պետություն ունենա, որ ինքը կարա իր պետության իշխանություն ձևավորի։ Դրանում է իրանց կարծիքով էշությունը եւ ժեխությունը, որ իրանք մտածել են, որ փաստորեն իրանք կարող են իշխանություն ունենալ եւ ընտրություններով իշխանություն ձևավորել։ Իմ ցանկությունը անկեղծ այն է, ելի եմ ասում, անգամ այն մարդկանց մոտ, ովքեր մեր քաղաքական համախոհը չեն, ես ուզում եմ, որ միանշանակ լինի, որ եթե կա ուժ, որ ասում է ես քաղաքական ուժ եմ, բայց կարամ ինչ-որ ձև իշխանություն դառնամ առանց ժողովրդի քվեի, յուրաքանչյուր քաղաքացու ռեակցիան լինի են, որ մոռացանք, դու քաղաքական ուժ չես, անգամ հետաքրքիր չի քո հայացքները մնացած մասով, հա, տնտեսության ոլորտում, չգիտեմ, այլ ոլորտներում ինչ ես դու մտածում, եթե դու չես ընդունում, որ դու պետք է գաս մեր քվեն ստանաս, նոր լինես իշխանություն, խոսակցությունը ավարտված է։ Իմ ցանկությունը սա է, որովհետև ընդդիմությունը անընդհատ հիմա փորձելու է այս թեման պահի քաղաքական տիրույթում, որ սա բռնաճնշում է եւ այլ, չէ, Ժորժ ջան, դուք քաղաքական չեք, չի կարելի քաղաքական ուժ, որը ասում է Հայաստանում հնարավոր է գալ իշխանության ոչ ժողովրդի քվեով։ Սա պետքա ֆիքսվի եւ սա պետքա լինի իմ կարծիքով ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու դիրքորոշում։ Այ հետո կարա որոշի, չգիտեմ, քաղաքացիական պայմանագրին է սատարում, թե ինչ որ այլ ուժի է սատարում, ելնելով իրենց մեր մոտեցումներից եւ մեր քաղաքական, չգիտեմ, գործընկերների կամ օպոնենտների դիրքորոշումից արտաքին քաղաքական հարցերով, ներքին քաղաքական հարցերով, բայց այն թե արդյոք ընտրություններով է պետք դառնալ իշխանություն, թե չէ, դրա շուրջ չպետք է լինի խոսակցություն եւ բանավեճ։ Ուղղակի պետք է բացառված լինի դա։ Դրա համար եմ ասում քաղաքացիական դիրքորոշում, որովհետև ես սա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ ասում։ Հասկանալի է, իշխանության ձևավորում ընտրությունների միջոցով, սա ամենատիպիկ, կլասիկ, օրինական ձևն է իշխանություն ձևավորելու ընտրություններով, ժողովրդի քվեով։ Սա բացառում է ապստամբելու իրավունքը, հեղափոխության իրավունքը, ընդ որում ես ուզում եմ անպայման զանազանել հեղափոխություն, հեղաշրջում, երբեմն շփոթում են այս երկու բաները, բայց դրանք տարբեր բաներ են։ Պարոն Կիրակոսյան, այստեղ այո, միանշանակ բացառում է եւ այստեղ իմ խեղճը ասում է հանգիստ է, որ ես սա հիմա ոչ թե ասում եմ ինքս իմ արժեվ եւ նաեւ հիմա կասեմ ինչի, էլի, որ ես սա ոչ թե ասում եմ, որովհետեւ հիմա իշխող ուժի ներկայացիչ եմ, այլ այս հարցի վերաբերյալ առաջին անգամ քննարկումը սկսվեց ՊՊՑ գնդի գրավմամբ, երբ որ մեր, չգիտեմ, իմ ընկերների շրջանակում ես այդ խոսակցությունը շատ լավ հիշում եմ։ Անուններ չտալով քննարկվում էր, հա, երբ որ այդ իրադարձությունը տեղի ունեցավ, ընկերներիցս մեկը ասեց դե հասցրեցին։ Ասացի, ել եմ ասում, անունը չտամ, ասի լսի, պատկերացնում ես, չէ, որ մեղմ ասած ես Սերժ Սարգսյանի համախոհը չեմ եւ իմ հայացքները գիտես ինչպիսին են, բայց երբ որ մարդկանց կոնկրետ հատվածում բռնի ուժով եւ զենքով ինչ որ տեղ են մտնում, մարդկանց պահում են ու պահանջ են ներկայացնում, դա աբեկչություն է կոչվում։ Կապ չունի դու իշխանությանը սիրում ես թե չես սիրում, պետք է իրերը կոչել իրենց անունով։ Ու երբ որ այն ժամանակ ասվում էր դե հասցրել են, դե այլ կերպ հնարավոր չի, մեր դիրքորոշումը այն ժամանակ էլ է եղել, որ սա ձև չի քաղաքական պայքարի եւ քաղաքացիական պայմանագիրը շատ հստակ է իր դիրքորոշումը արտահայտել, ել չեմ ասում, որ 2018-ին շատ փաստացի ապացուցվեց, որ խաղաղ անհնազանդության հավաքների միջոցով գեներացնելով այո համապատասխան ճնշում, ոչ բռնություն, ճնշում, որ ուղղակի մարդիկ իրենց բազմականակ ներկայությամբ ցույց տվեցին, որ ձև չկա, չեն կարող դուք էլ շարունակեք պաշտոնավարել հարգելի այդ պահին գործող իշխանավորներ։ Այսինքն խաղաղ հավաքների միջոցով այո, հնարավոր է կամ արտահայտություն ձևավորել եւ արտահայտել։ Եվ դուք երևի կհիշեք, որ պատերազմից հետո 2020 թվականի, երբ որ հրապարակում որոշակի մարդկանց բազմություն կար, հավաքվում էր եւ այլն, ինչ որ ժամանակ վարչապետը դա չէր մեկնաբանում, հետո որոշ ժամանակ հետո ինքը ասեց ես արձանագրում եմ, որ բավարար ժողովրդական դիրքորոշում կամ արտահայտություն, որ պետքա մենք որպես իշխող կուսակցություն հեռանանք, արկա չի, այսինքն մեր համար ընդունելի է, եթե մի օր մենք այդ կամ արտահայտությունը տեսնենք, խնդիր չկա, բայց դա բռնությամբ չի արվում, դա զենքով չի արվում, դա հանցագործություն կատարելով չի արվում։ Այսինքն ինչպես որ տարանջատում զանազանում ենք հեղափոխություն եւ հեղաշրջում, ապստամբության իրավունքն էլ կա զինված ապստամբություն, որը հանցագործություն է, եւ կա խաղաղ ապստամբություն ճնշումներով, որը քաղաքական պայքարի գործիք է։ Այո, պարոն Կիրակոսյան, բայց ձեզ մի բան ասեմ։ Դրանք բոլորը
ոչ ստանդարտ գործիքներ են։ Իսկ ոչ ստանդարտ գործիքների անհրաժեշտությունը առաջանում է ցանկացած ոլորտում այն ժամանակ, երբ որ ստանդարտ գործիքները չեն աշխատում։ Այսինքն 2018 թվականին ժողովուրդը ինչի անհրաժեշտություն եղավ, որ դուրս գա փողոց եւ պահանջի, որպեսզի գործող իշխանությունը հեռանա, որովհետեւ ընտրությունների միջոցով դա հնարավոր չէր լինում անել, որտեղ մարդիկ քվեարկում էին մի կերպ, հաշվվում էր, այսպես ասած, այլ կերպ, ընտրությունները կեղծվում էին։ Հիմա մենք ունենք ազատ թափանցիկ ընտրություններ։ Եթե ժողովուրդը դրա միջոցով կարող է իր կամքը արտահայտել եւ մենք ապացուցել ենք, որ անգամ ամենակրիտիկական պահին, երբ որ իշխանափոխության արդյունքում մենք անձնական ֆիզիկական անվտանգության խնդիր ունենք, ես ձեզ դա անվաստիացնում եմ, թվում է դա բոլորին պարզ է, անգամ այդ պայմաններում մենք ընտրակեղծարարության չենք դիմել։ Հետեւաբար, եթե մարդը կարող է գա ու իր քվեով ասել հարգելի իշխանություն, դու հեռացար եկավ էս մյուսը, ինքը ինչ անհրաժեշտություն ունի փողոց դուրս գալու։ Դե ձեր Էլի թող դուրս գա, էլի դա իրավունքն է։ Այդ գործիքը ընտրությունների աշխատում է, որովհետև հաշվում է այնպես, ինչպես մարդիկ քվեարկել են։ Այո, որտեղ պատկերը արտացոլում է կամ։ Տվեք ասել, չի աշխատում, որովհետև եթե հաշվում է այնպես, ինչպես քվեարկվում է, իշխանափոխություն տեղի չի ունենում։ Ինչ անեն։ Ներողություն եմ խնդրում։ Փոքր տակարից հետո շարունակենք, շատ բարի։ Կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Երևանի փոխքաղաքապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանի հետ։ Մենք խոսում էինք իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ գործիքի, ընտրությունների աշխատել չաշխատելու մասին։ Հա, եւ դուք ասացիք, որ ըստ իս ընտրությունները արդար են եւ թափանցիկ են, ըստ իս ընդդիմադիր գործընկերների ոչ, որովհետև իշխանափոխություն տեղի չունենում։ Ներողություն եմ խնդրում։ Ոչ չէ, ամենայն դեպս այդ գործիքը այնքանով չի աշխատում, որքանով այդ ճանապարհով հնարավոր չէ իշխանություն փոխել։ Չէ, այդ գործիքը չի աշխատում իրենց համար այնքանով, որ այդ գործընթացի արդյունքում չի լինում այն ինչ որ իրենք ուզում են, որտեղ ժողովուրդը իրենց չի ընտրում։ Բայց առանձին էլի եմ ասում, բա որ չի աշխատում։ Մենք առանձին համայնքներում համայնքային ընտրությունների շրջանակներում ոնց է ստացվում, որ ունենում ենք ոչ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ասենք միանշանակ հաղթանակներ։ Ոնց է ստացվում։ Երևան համայնքի ընտրություններում ոնց է լինում, որ քաղաքացիական պայմանագիրը բացարձակ մեծամասնությունը ձայների քվեն չի ստանում։ Բա որ չի աշխատում, ոնց է այդպես լինում։ Ամենաշատն է հավաքում, բայց էլի քաղաքապետ չի ընտրվում։ Հա, բա ոնց է այդպես լինում, որ չի աշխատում։ Հասկանում եք, այդ անընդհատ հակասությունները իրենց ասածների մեջ համ նալին են խփում, համ մեխին, եւ դա միակ օրինակը չի, ասենք դատարանների դեպքում ամբողջ օրը բղավում են, որ դատարանները անկախ չեն, ազատ չեն, հետևից բղավում են, թե դատարանը ինչ վճիռ կայացրեց, որ Երևան քաղաքի ավականու այսինչ որոշումը օրինակ անվավեր ճանաչեց։ Եղբայր, կամ են պետք է ասես, կամ են պետք է ասես, այդ երկուսը իրար չի լինում ասել, որտեղ կամ պետք է ասես դուք ապօրինի բաներ եք անում են էլ դատարանը արձանագրում է, կամ պետք է ասես, որ դատարանները անկախ չեն, որտեղ այդ երկուսը չի համատեղվում։ Լավ, էլի վերադառնալով հոգևորական առաջնորդի, թեև իսկապես տարօրինակ է հնչում, բայց ունենք այն ինչ ունենք, հոգևորական ընդդիմադիր առաջնորդին ներկայացված մեղադրանքը աղաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրելու եւ իշխանության բռնազավթման հոդվածով։ Բավարար, ձեր կարծիքով բավարար հիմքեր կան նման լրջագույն մեղադրանքներ ներկայացնելու համար։ Ես ուզում եմ, որ քրեիրավական որակում արարքների ես քաղաքացիական եւ քաղաքական միգուցե որակումները տվեցի, թող անկախ իմ մասնագիտությունից, թող քրեիրավական որակումը պատկան մարմինները տան։ Ես հարթության մեջ ես պատրաստում եի հարցնել, թե հնարավոր համարում եք, որ գործը փլուզվի, բայց էլի իրավական հարթություն է, ոնց որ անցնենք առաջ լավ։ Հիմա եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ, մտահոգություն է հայտնում եւ նաեւ հայտարարում, որ պիտի հետամուտ լինի գործի արդար ընթացքին եւ այլն եւ այլն։ Ընդհանրապես էլի քաղաքացու դիրքերից ինչ դիտարկումներ ունեք իշխանության եւ եկեղեցու կամ ավելի ճշգրիտ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների եւ եկեղեցու բարձրաստիճան սպասավորների այս հակադրության մասին։ Արդյոք երկխոսության հնարավորությունը եւ ժամկետները սպառվել են, եթե այո, ապա ինչ է լինելու շարունակությունը։ Ես իրականում, քանի որ որևիցե երկխոսության ցանկություն առնվազն եկեղեցու կողմից չեմ տեսնում, որտեղ եկեղեցին այս հարցը ոչ միայն կամ եկեղեցին եկեք այս պահին ասեմ ու էլ հետագայում ամեն անգամ ինքս ինձ չշտկեմ, կոնկրետ անձինք, ովքեր ներկայացնում են եկեղեցին, հա, որտեղ եկեղեցին ինքը շատ ավելի լայն հասկացություն է, ինձ թվում է մի քիչ ոչ կոռեկտ է այսպես ասել, բայց այս պայմանականությունը հաշվի առնելով ասենք,
Եկեղեցին այս առումով ոչ միայն չի երկխոսում իշխանության հետ, իսկ այսինքն բարձրացված հարցերին արձագանք չի տալիս, այլ ուղղակի ասում է, որ այդ հարցերը ուղղակի պետքա չլինեն։ Չի երկխոսում նաև հանրության հետ, այսինքն լավ, շատ բարի, չգիտեմ, վարչապետի հայտարարությունները, տարբեր քաղաքական գործիչների հայտարարությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չեք տեսնում, բայց որոշակի հարցեր կան, որոնք օբյեկտիվ կան եւ օրակարգ է ձևավորվում եւ դուք դրա վերաբերյալ պետքա ինչ-որ բան ասեք, ուզեք թե չուզեք, շուտ թե ուշ պետքա ասեք։ Բայց գիտեք, այստեղ խնդիրը որն է, որ պետք է նաև հասկանալ, որ եկեղեցու իր տեղում լինելը եւ այն հարցերով զբաղվելը, որով պետք է եկեղեցին զբաղվի եւ չզբաղվել են հարցերով, որով եկեղեցին չպետք է զբաղվի, դա էլ է, եթե էլի քաղաքացիական տեսանկյունից նայենք, մեր պետականաշինության եւ պետության համար կարեւոր հանգամանք։ Ներողություն եմ խնդրում, դուք ես կարծում եմ, որ եկեղեցական այդ եկեղեցին ներկայացնող անձանց հեղինակազրկվածության աստիճանը դա պետական առումով վատ երևույթ է, այսինքն դրա մասին չխոսալը, դա կոծկելը հարցի լուծում չի ուղղակի, այսինքն լավ, այսքան ժամանակ չենք խոսացել, կոծկել ենք, լռել ենք եւ այլ, բայց եթե կա խնդիր ու ցանկացած ոլորտում դա չի վերաբերվում մենակ եկեղեցուն, երբեք խնդրի մասին չխոսելը խնդրի լուծում չի։ Եվ առնվազն ես իհարկե չեմ ասում, որ դիտարկվի այն տրամաբանության մեջ, որ հա, փաստորեն եկեղեցին այդ գործողությունները արեց դրա համար եք դուք հիմա այդ հարցերը բարձրացնում, չէ, բայց ես համարում եմ, որ առնվազն հետևողականության առումով, եթե որոշ անձանց հիմա այս հարցը մտահոգում է եւ իրենք ասում են ինչու է իշխանությունը կամ գործադիր իշխանությունը խառնվում եկեղեցական գործերին, ես առնվազն եթե այդ մարդիկ երեսպաշտ չեն, եթե այդ մարդիկ հետևողական են իրենց կարծիքում, ինձ հետաքրքիր է, իրանք նույնքան անհանդուրժողականություն ունեցել են երևույթների նկատմամբ, որ եկեղեցին մտնում է քաղաքական դաշտ, եւ որ այսօր, ոնց որ մենք սկզբում խոսեցինք, ընդդիմադիր հոգևոր առաջնորդ արտահայտությունը ոնց որ թե արդեն շոկ չի առաջացնում։ Իրենք այդ հարցին ոնց էին վերաբերվում։ Էլի եմ ասում, պետք չի դա դիտարկել պատասխան ինչ որ գործողությունների, բայց առնվազն երբ որ մարդը այն դեպքում լռում է, իսկ այս դեպքում աղաղակում է, որ վայ ինչպես է համարձակվում իշխանությունը եկեղեցու հետ կապված ինչ որ հարց բարձրացնի, ես թույլ տվեք լուրջ կասկածներ ունենամ այս դեպքում իր աղաղակելու անկեղծության մասով։ Այժմ կարծում որ եկեղեցին ձեր ասած տրամաբանությամբ երբ խառնվում է քաղաքականությանը, մի տեսակ իր բարձունքից իջնում է, ինչ նկատի ունեմ, որ եկեղեցին ավելի մեծ մակարդակով աշխարհայացքային, կրոնական, չգիտեմ, հոգևոր, արժեքային եւ այլն, ինչ տեղով քաղաքականություն է, բայց ավելի բարձր, քան քաղաքական ակտիվիստը։ Իհարկե։ Քան քաղաքական ակտիվիստը։ Իհարկե, բայց ներողություն եմ խնդրում, այդ արգելքը ձեր կարծիքով այդ արգելքը, որ պետք է եկեղեցին քաղաքական հարցերին չխառնվի, իր իմաստը որն է, որ քաղաքական գործիչները իրանց կոմֆորտ զգան, դա է, իմաստը դա չի, իմաստը այն է, որ շատ հասկանալի է, որ երբ որ եկեղեցին մտնում է քաղաքական առօրեական հարցերի մեջ, ինքը այդ բարձրությունը, որը իրեն պետք է բնորոշ լինի, անխուսափելիորեն կորցնում է, անկախ նրանից ինքը այդ տիրույթում ինչ դիրքորոշում է արտահայտում։ Բայց ու ներողություն եմ խնդրում, եթե մեր Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հավատավոր մարդկանց բացարձակ մեծամասնությունը քրիստոնյա է, դուք լավ, եկեք մի պահ մոռանանք, հա, քաղաքական հայտարարություններ եւ այլ։ Ես ուզում եմ մեր ամեն հեռուստադիտող իրան մի հատ հարց տա։ Ինքը ոնց է վերաբերվում առհասարակ եկեղեցին ներկայացնող անձանց հեղինակությանը։ Դնենք մի կողմ, հա, քաղաքական հայտարարությունները, մինչև այս ամբողջ process-ը։ Ասենք ես մի բան ձեզ ասեմ, եթե եկեղեցին լինում է այն բարձունքի վրա, որի վրա պետքա լինի, ոչ մի քաղաքական ուժ չի կարող ինան թույլ տալ այդ ոլորտի հետ կապված հարցեր բարձրացնի, որտեղ երբ որ եկեղեցին իր դիրքում է ցանկացած քաղաքական ուժի համար այդ հարցերը բարձրացնելը կարա քաղաքական ինքնասպանության հավասարվի։ Այն որ այդ հարցերը բարձրացվում է ու քանի որ այնքան լեգիտիմ են, որ այդ օրակարգը ձևավորվում է, դա ինձ առաջի ցուցիչն է, որ մի բան են չի։ Հիմա ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ այդ հարցերը բարձրացվում են, ընդ որում այդ հարցերը բարձրացվում են շատ սուր կերպով, եւ վարչապետը, եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, եւ իշխանամերձ տարբեր շրջանակներից ես լսում եմ հայտարարություններ այն մասին, որ
այլ տարբերակ չկա, կաթողիկոսը պետք է հեռանա։ Հա, վարչապետն էլ վերջին գրառումը այսպեսին էր, եթե ինքնակամ չհեռանա, հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի քրիստոնեաբար։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Տեսեք, ես կարծում եմ, որ կլինի կաթողիկոս, կլինի վարչապետ, կլինի նախագահ, կլինի ազգային ժողովի նախագահ, կլինի քաղաքապետ, կլինի փոխքաղաքապետ, այդ դիրքերում չպետք է լինեն մարդիկ, որոնց համար այդ դիրքում լինելը ինքնանպատակ է։ Այսինքն այդ դիրքում պետք է լինեն մարդիկ, որոնք ունեն որոշակի առաքելություն, կաթողիկոսը հոգևոր, այն մնացած պաշտոնները որ թվեցի, ինչ որ քաղաքական առաքելություն։ Ու երբ որ այդ մարդկանց համար ակնհայտ է դառնում, որ իրենց այդ դիրքում գտնվելով իրենք այլևս այդ առաքելությունը իրականացնելու գործնական ոչ մի հնարավորություն չունեն, պոտենցիալ չունեն, իրենք պետք է հեռանան։ Ինձ թվում է, ես առնվազն այդպես եմ հասկանում, որ վարչապետի ասվածը ուղղված է նրան, որ պետք է ստեղծվի այդ իրավիճակը, ձևավորվի այն իրավիճակը, որում ոնց որ 2018-ին ժողովրդի գործողությունների կոնկրետ արդյունքում օրվա իշխանության համար ակնհայտ դարձավ, որ ինքը արդեն որևէ անելիք չունի, այդպես էլ այս դեպքում ակնհայտ դառնա, որ այլևս որևէ անելիք չկա։ Առնվազն ես այդպես եմ հասկանում, բայց ես ճիշտն ասած մի սկզբունք խախտեցի, պարոն Կիրակոսյան, որը ազգային ժողովի падգամավոր եղած ժամանակվա ինձ բավականին պահում եմ, քիչ բացառություններ եմ անում։ Տեսեք, վարչապետը արել է հայտարարություն, վարչապետը բավականին բաց եւ հաճախ է շփվում մամուլի հետ։ Ես կարծում եմ, որ ամենայն մանրամասնությամբ թե ինչ է նկատի առնվում, ճիշտ կլինի, որ վարչապետը մեկնաբանի։ Ես ասեցի իմ ընկալումը, որը միգուցե կամ սխալ է կամ ոչ ամբողջականա ճիշտ չեմ կարող ասել։ Իսկ ձեր ընկալմամբ մտավախություն չկա, որ այս ամբողջ պատմությունը հասարակության մի մասի կողմից կարող է ընկալվել որպես ոչ թե այն խնդիրների համատեքստում, որի մասին քիչ առաջ խոսեցիք, հա, հեղինակության, լեգիտիմության, իր անելիքները անելու կարողության եւ լեգիտիմության եւ այլ ուղղակի որպես իշխանության կողմից հարձակում հայ առաքելական եկեղեցու վրա։ Ես չեմ կարծում, իհարկե գուցե կլինեն մարդիկ, որոնք այդ քարոզչությանը, որ իրականում ձեր ասած գործընթացներն են տեղի ունենում, իրանց վրա այդ քարոզչությունը կաշխատի, բայց ես առնվազն չեմ տեսնում որևիցե հիմք նման որակում տալու, եւ ես էլի եմ ուզում պարզ լինի, էլի, երբ որ ասվում է, որ իշխանությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, դա չի նշանակում, որ եկեղեցին ինչ անում է, ինչ չի անում, դա անքննելի է։ Որտեղ ներողություն եմ խնդրում, մենք հասկանում ենք, չէ, որ խոսքը գնում է մի կառույցի մասին, որ շատ կոնկրետ ազդեցություն ունի մարդկանց զգացմունքների, հոգևոր առողջության, աշխարհայացքի շատ հարցերում։ Շատ կոնկրետ ազդեցություն է, որտեղ այն մարդը, որ գնում է եկեղեցի, այսինքն հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, իր համար եկեղեցական սպասավորները հեղինակություն պետք է ներկայացնեն։ Իրանք պետք է իրենց հույզերով, խնդիրներով, մտահոգություններով այդ մարդկանց մոտ գնան եւ հանգստություն, այսինքն առնվազն հոգեբանական որոշակի հանգստության գան այդ մարդկանց հետ շփման, իրենց խորհուրդները լսելու միջոցով։ Երբ որ նման պոտենցիալ եւ այդ տիրույթում գործող կառույցը վերածվում է քաղաքական կոնկրետ ուղղությամբ քարոզչության եւ շատ ժամանակ ապա պետական ինքնիշխանության կորստին տանող քարոզչության, դա արդեն դառնում է պետական անվտանգության հարց, շատ ներողություն, դա արդեն բացառապես կամ ընդհանրապես եկեղեցական եւ հավատքի հարց չի։ Մենք պետք է տարանջատենք, երբ է բովանդակային խոսքը գնում կոնկրետ հոգևոր ոչ քաղաքական հարցերի մասին, իսկ երբ է այդ ամենը օգտագործվում որպես շղարշ շատ կոնկրետ քաղաքական կամ ապապետական գործընթացներ կոծկելու համար եւ ելի եմ ասում մենք մեզ պետք չի էլի կարող կոպիտ անջում հիմարի տեղ դնել պետք չի։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, ես ճիշտն ասած հարցերի մի խումբ ունեի կապված վարչապետ եւ առաջին նախագահ Իսահակ Կադրության հռետորաբանության կոշտության հետ, բայց մեր ժամանակը սպառվել է, այդ հարցերին ես վաղը կանդրադառնանք արդեն եւ որպես վերջին համեցեք, եթե ունեք դիտարկումներ։ Ես անկեղծ ասած այսպես ասեմ, էլի, ես այդ նույն հարցը, եթե խոսքը բնականաբար Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, ես անկեղծ մի կարծիք ասեմ, որը միշտ եմ արտահայտել, ես այդ
նույն որպես քաղաքացիական դիրքորոշման շրջանակներում ունեմ խնդիր Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի հետ, այդ ժողովրդատիրացության, ժողովրդին որպես ինչ-որ անգիտակից մասա վերաբերվելու այդ իր մոտեցման հետ, օրինակ, չգիտեմ, 2021 թվականին նախընտրական բանավեճի չներկայանալու հետ, որպես դրա դրսևորում, որ դե խոսալու բան չկա, որ մարդը մինչև հիմա չի հասկացել, որ իր խոսքը ոչ թե իր քաղաքական հակառակորդին պետք է ուղղված լինի, այլ հանրությանը, այսինքն մարդը, որ այդ ձևաչափին չի գալիս, ինքը ժողովրդի հետ խոսելու բան չունի։ Իսկ երբ որ քաղաքական գործիչը ժողովրդի հետ խոսելու բան չունի, ինքը պետք է այլ քաղաքական գործիչ որպես գոյություն չունենա իմ կարծիքով։ Այս ամբողջ գործընթացների մեջ, այս ամբողջ զարգացումների մեջ վստահություն ունեք, որ հասարակության մեծամասնության վստահությունը ձեր կողմն է եւ ոչ մյուս։ Տեսեք, մենք էլի եմ ասում, բարեբախտաբար ունենք ազատ թափանցիկ ընտրություններ, որով շատ կոնկրետ ձայների քանակով եւ թվային ոչ զգացմունքային, այլ շատ կոնկրետ թվային եւ տոկոսային արտահայտությամբ երևում է, թե մեր հանրության որ մասն է, որ քաղաքական ուժին սատարում եւ ես էլի եմ ասում, ես գետնի վրայով եմ քայլում, ես շփվում եմ մարդկանց հետ եւ ես շատ լավ գիտեմ, որ մենք ունենք կողմնակիցներ, ունենք մեր դիրքորոշումները չկիսող մարդիկ, որոնք նույնպես մեր քաղաքացիներն են, որոնց էլի շատ մեծ հարգանքով են վերաբերվում, ունենք քաղաքականությամբ առասարակ չհետաքրքրվող մարդիկ եւ այսպես ասած նեյտրալ դիրքորոշում ունեցող մարդիկ, ինչը նորմալ ցանկացած հանրություն, բայց էլի քանի որ ոչ մի կերպ չեն կարող խուսափել այն համատեքստից, որի մասին խոսում ենք, իմ գլխավոր ուղերձը, որ ես այսօր ուզում եմ տամ, որ ժողովուրդ ջան, այս այն ինչ որ կատարվում է եւ ինչի մասին մենք այսօր խոսում ենք, սա այս կամ այն քաղաքական ուժին սատարելու մասին չի, սա ապապետական եւ ժողովրդատիաց ու հակաժողովրդական process-ները ուղղակի լուսանցքից դուրս թողելու մասին է։ Այդ պետքա թողնվի, հետո դուք կողմնորոշվեք, մեր համախոհն եք, մեր համախոհը չեք, մյուսի համախոհն եք, սեփական քաղաքական ուժ եք ստեղծում, հավակնում եք դուք իշխանություն դառնաք կամ ինչ-որ օրակարգ ձևավորեք, այդ առանձին, բայց այն ինչի մասին մենք այսօր խոսում ենք, դա քաղաքականություն չի։ Դա պետություն ունենալ, չունենալու մասին է։ Պետք է պետություն ունենաս, որ դրանում իշխանություն ձևավորես ու քաղաքականությամբ զբաղվես։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, կհանդիպենք։